Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Երևանում տեղի ունեցել Euronest խորհրդարանական վեհաժողովը, որի ժամանակ բանաձև պետք է ընդունվեր, հետաքրքիրն այն է, որ նախատեսվում էր, առաջարկվում էր այդ բանաձևում նաև ներառել արցախցիների վերադարձի հարցը, բայց քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկել այդ հարցը ներառելուն, այս թեմայի մասին եմ ուզում զրուցենք, ոնց ես վերաբերում ես մոտեցման եւ առհասարակ այս հարցը նման ֆորմատում ներառելուն։ Դες նախ պետք է արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ոչ միայն դեմ են քվեարկել այս դրույթին, այլև հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ, որի մեջ նշել են, որ այս հարցը կառավարության օրակարգի մեջ չկա։ Սա մեծ հաշվով այն նույն մոտեցումն է, ինչը հնչեցվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԽԽՎ նիստի ընթացքում, այսինքն հիշում ենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ այս օրակարգը նույնիսկ խանգարում է խաղաղության գործընթացին, խաղաղ գործընթացին Ադրբեջանի հետ։ Եվ այո, դեմ են քվեարկել, ի սկզբանե պարզ էր, որ ինչ-որ ուժի մոտեցումը սա է լինելու, ինչպես արդեն նշեցի նախկինում եւս այս մոտեցումը ցուսաբերում էին, ինձ համար այստեղ ավելի շատ ոչ թե բովանդակությունն է խնդիր, այլ ձևը։ Այսինքն կարող էին նրանք օրինակ ինչպես падգամավորների մեծամասնությունը ձեռնպահ մնալ այս հարցով, կարող էին ընդհանրապես դիրքորոշում չարտահայտեին, բայց ընդհանուր առմամբ այս պրոակտիվ մոտեցումը, որ մենք չենք ընդունում ընդհանրապես վերադարձի իրավունքի մասին որևէ խոսակցություն, ինքնին խնդրահարույց է, որովհետև այո, միգուցե այս փուլում իրատեսական այդպիսի օրակարգ չկա եւ չի կարող գոյություն ունենալ եւ նաեւ պետք է հասկանալ, որ դժվար թե Euronest-ում ընդունված ինչ-որ բանաձևից գետնի վրա իրավիճակը կարող է փոխվել հիմա կամ երկարաժամկետ կտրվածքով։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Եվրոպական խորհրդարանը իր ամբողջությամբ այդպիսի հիշատակումներ արդեն բազմիցս արել է էթնիկ զտումից հետո, բայց դա իրական քաղաքականության վրա որևէ ազդեցություն չունի եւ ընդհանուր առմամբ Եվրոպական խորհրդարանի ազդեցությունը արտաքին քաղաքական գործընթացների վրա, մասնավորապես Եվրամիության արտաքին քաղաքականության վրա շատ չնչին է, այսինքն սա ավելի շատ սիմվոլիկ կառույց է արտաքին քաղաքականության հարցում։ Այդ առումով ես չեմ կարծում, թե ինչ որ լուրջ իրադարձություն է, որ օրինակ Euronest-ի խորհրդանական հերթական վեհաժողովի ընթացքում այդպիսի հայտարարություն չի ընդունել կամ այդ կետը չի մտցվել բանաձևի մեջ, բայց ընդհանուր առմամբ այս պրոակտիվ մոտեցում, ինչպես արդեն նշեցի, ամեն գնով այս վերադարձի իրավունքի վերաբերյալ խոսակցությունները խլացնելը շատ պարադոքսալ է։ Հետաքրքիր է, որ զուգահեռ իրականության մեջ Բրյուսելում Արևմտյան Ադրբեջանի համայնքը հատուկ կոնֆերանս էր կազմակերպել հենց ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, որը նաև շատ տարածքային պահանջներ է ներառում իր մեջ, այսինքն այս քննարկմանը ինչպես է վերաբերվում, նաև համադրելով այն ինչ տեղի ունեցավ Euronest-ի խորհրդաժողովում։ Սա իշխող ուժի դիրքորոշման հետ կապված երկրորդ խնդրահարույց բան է, որ լավ, եթե որոշել եք, որ այս հարցը անում ենք օրակարգի, բայց գոնե պետք է հասնեք նրան, որ երկկողմանի այս հարցը անվի օրակարգից։ Հիշեցնեմ, որ Վաշինգտոնյան հանդիպումից հետո կային խոսակցություններ, նույնիսկ Բամբուլում ինչ-որ հրապարակումներ կային, որ իբր կազմալուծում է այդ կազմակերպությունը Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված, բայց հետագայում օրերի ընթացքում պարզ դարձավ, իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ դա ապատեգատվություն է, այդ նորությունը, կեղծ նորությունը հրապարակած լրատվամիջոցը որևէ լուրջ աղբյուրների հղում չէր կատարում եւ այլն։ Եվ հիմա տեսնում ենք, որ այդ գործընթացը ակտիվորեն շարունակվում է, այսինքն այդ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Այստեղ կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ այս ամեն ինչը, ինչպես նախորդ թողարկման ընթացքում քննարկում ենք, որ շատ փորձագետների գործունեությունն է կարգավորվում եւ ողորթում նախագահական աշխատակազմի կողմից Ադրբեջանը, այստեղ եւս որևէ կասկած չկա, որ սա իշխանությունների կողմից ուղղորդող գործընթացը, ես կարող եմ նույնիսկ մի փոքր սփոյլեր անել, որ գիտեմ, որ մոտ ապագայում այս թեմայով հոդված է հրապարակելու միջազգային արտասահմանյան լրագրողներից մեկի կողմից, որտեղ ներկայացվել են փաստեր, որոնք ցույց են տալիս այդ կապը նախագահական աշխատակազմի եւ այդ կազմակերպության միջեւ, այսինքն այնտեղ ի ցույց է դրվելու, որ մի շարք ծախսեր, օրինակ համաժողովներ եւ այլն, հենց նախագահական աշխատակազմի կողմից են հոգվում։
ու այստեղ սա է խնդիրը, այսինքն դու ամեն գնով հրաժարվում ես իրական մարդկանց իրական խնդիրների մասին, որոնց առնչվել են վերջին 2-3 տարվա ընթացքում, իսկ այստեղ Ադրբեջանը առաջ է քաշում ինչ-որ կեղծ օրակարգ, որի ուշադրության կենտրոնը ոչ միայն այն մարդիկ են, ովքեր օրինակ 80-ական թվականների վերջին են հակամարտության պատճառով լքել Հայաստանը, այստեղ խոսքը գնում է ողջ 20-րդ դարի ընթացքում Հայաստանի հայկական ԽՍՀ տարածքից արտագաղթած ադրբեջանցիների մասին, ադրբեջանական տարբեր փորձագետներ այս թեմայով աշխատանքներ էին գրում տարիների ընթացքում, նույն օրինակ Ֆարիդ Շաֆիևը աշխատանք ունի, թե ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միգրացիա լուրջ տեղի ունեցավ, երբ ադրբեջանցիների մեծ խմբեր հայկական ԽՍՀ-ից հենց տեղափոխում էին Ադրբեջան տարբեր ինդուստրիալիզացիայի գործընթացում ներգրավելու համար եւ նրանք ներկայացնում էին դա որպես հայկական քաղաքականություն, երբ իրականում գոյություն ուներ ԽՍՀ-ում եւ բարձր որ այն տարիներին ավելի շատ այդ ամենը պայմանավորված էր կենտրոնի որոշումներով, այսինքն Ադրբեջանը օրակարգային է դարձնում ոչ միայն հակամարտության տարիներին տեղի ունեցած գործընթացները, այլ նաև 50-60 տարի առաջ տեղի ունեցած այդ զարգացումները եւ փորձում է դա գործիքայնացնել հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այստեղ կրկին վերադառնալով Հայաստանի պաշտպանական դիրքորոշմանը, լավ, եթե ասում եք իրատեսական չէ, համաձայն ենք, իրատեսական չէ, բայց առնվազն հասեք նրան, որպեսզի ձեր գործընկերները Ադրբեջանում եւս հրաժարվեն այդ օրակարգից։ Եվ երկրորդը պետք չէ, եթե դուք չեք այդ օրակարգը սպասարկում, եթե դուք դա միգուցե արդարացիորեն անիրատեսական եք համարում, պետք չէ խոչընդոտել այլ մարդկանց, այլ կազմակերպություններին զբաղվել այդ հարցով, որովհետեւ բազմիցս նշել ենք, որ սա ունիվերսալ ինչ-որ իրավունք է, ոչ մի կառավարություն իրավունքների մասին է խոսքը։ Իրավունք ունի մարդկանց զրկել այդ իրավունքի մասին առնվազն խոսելու։ Իդեպ իշխանության կարծիքի հակառակ կարծիքներ, հա, գոյություն ունի, մասնավորապես ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը նշել էր, որ քանի քաղաքացիական պայմանագիրը կա, արցախցիների վերադարձի հարցի մասին խոսել անհնար է եւ իրատեսական էլ չէ, այս հակառակ մոտեցման մասին ինչ կասես։ Դե սա էլ է քաղաքական պոպուլիզմի ոլորտից է, դաշտից է, պարզ է որ ընտրություններն են մոտենում եւ այս նարատիվները օգտագործվելու են նաեւ ընդդիմության կողմից։ Մենք արդեն քննարկեցինք, որ այս պարագայում որևէ իրատեսական հնարավորություն չկա, որ դիվանագիտական միջոցներով հնարավոր է հասնել վերադարձի իրավունքի իմպլեմենտացիային, Ադրբեջանի վրա ինչ-որ ճնշում գործադրել բազմից քննարկել ենք սա, իմ կարծիքով մեր ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ նրանք չեն կարողանում նոր իրավիճակի համար նոր խոսույթներ ձևավորել, այսինքն այս խոսույթները բոլորը նախորդ շրջանի խոսույթներից են, այսինքն երբ գոյություն էր Լեռնային Ղարաբաղը, երբ այնտեղ ապրում էին հայեր, երբ անվտանգային առումով ինչ-որ երաշխիքներ կային, ես նույնիսկ չեմ գնում մինչև 2020 թվականից առաջ եղած իրավիճակը։ Հիմա այս իրավիճակը ամբողջովին փոփոխվել է եւ գործընթացին քիչ թե շատ հետեւող, քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար պարզ է, որ որևէ կազմակերպության, որևէ հայտարարություն չի կարող ազդել Ադրբեջանի վրա այս ստատուս կվո փոփոխելու համար, ավելին ասեմ, մեծ հաշվով աշխարհում չկան էլ այդ լուրջ դերակատարներ, որոնք պատրաստ են այդ ռեսուրսը ու քաղաքական նաև կապիտալը ծախսել Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնել այս թեման բարձրացնելու համար, երևի ընդդիմությունը այդպիսի պոտենցիալ դերակատար օրինակ դիտարկում է Ռուսաստանն է դիտարկում որպես պոտենցիալ դերակատար, բայց վերջին շրջանի նույնիսկ ռուս-ադրբեջանական ճգնաժամը ցույց տվեց, որ Ռուսաստանը նույնիսկ սեփական տարբեր շահեր սպասարկելու հարցում չի կարողանում արդեն Ադրբեջանի հետ ինչ-որ կոնֆրոնտացիայի մեջ մտնել։ Եթե հույսը այն է, որ հիմա տեսեք արձանագրում ենք այդ վերադարձի իրավունքը, ապագայում օգտագործելու ենք դա աշխարհակաղակական իրավիճակի փոխելու, սրանք բոլորը շատ տեսական խոսակցություններ են եւ եթե խաղադրույքը դա է, ես չեմ կարծում, որ եթե այդ աշխարհակաղակական իրավիճակը փոփոխվի, ինչը ես խիստ կասկածելի եմ համարում, հենց այդ բանաձևերի հայտարարությունների արկայությունը կամ բացակայությունն են որոշիչ լինելու, այսինքն եթե ապագայում տեսականորեն ինչ-որ դերակատար որոշի, օրինակ Հարավային Կովկասում կամ Լեռնային Ղարաբաղում ստատուս կվո
փոխել, չեմ կարծում թե այդ դերակատարը նայելու է Եվրոպական խորհրդարանի կամ միջազգային կառույցների հայտարարություններին։ Այս փուլում կարծում եմ ավելի ճիշտ եւ իրատեսական մոտեցում կլիներ կենտրոնանալ մարդկանց խնդիրների վրա, նրանց իրավունքների խախտումների վրա, նրանց սոցիալական խնդիրների լուծման վրա։ Իհարկե պետք է քննարկել պարտության պատճառները, պետք է քննարկել թե ով է պատասխանատու այս իրավիճակի համար, սա ամբողջովին լեգիտիմ քաղաքական խոսակցություն է, բայց խոսել ինչ որ անիրատեսական բաների մասին, պնդել, որ եթե այս իշխանություն չլինի, մենք լինենք, կարելի է այդ օրակարգը սպասարկել, կարծում եմ այդքան էլ ազնիվ չէ եւ երևի նրանք էլ են այս ամենը հասկանում, պարզապես երևի նաեւ հոգեբանորեն դժվար է այս ամենից հրաժարվելը, բայց կարծում եմ նոր իրավիճակում խոսքը ոչ միայն խորհրդարանական ընդդիմության մասին, այլ ընդհանրապես բոլոր ուժերը, ովքեր հավակնում են քաղաքական հավակնություններ ունեն, պետք է հաշվի առնեն նոր իրավիճակը եւ նոր իրավիճակում չօգտագործել հնացած հին խոսույթներ։ Լավ, իսկ ինչպես է պետք խոսել այս թեմայի մասին, եթե որևէ կոնֆերանսում, վեհաժողովում վերադարձի հարցը ինչ որ ձև քննարկվում է, որն է այդ ոսկե միջինը։ Դե ինչպես Ո՞ն է խոսույթի մակարդակում։ Ինչպես տեսնում ենք, կառավարություն դիրքորոշումը բավականին հստակ է, նրանք չեն խոսում դրա մասին, չեն սպասարկում այդ օրակարգը եւ չեն կարծում, որ Հայաստանը ունի այդ ռեսուրսը։ Ես կարծում եմ, ինչպես արդեն նշեցի, միևնույն ժամանակ պետք չէ խոչընդոտել մարդկանց, ովքեր անում են այդ ամենը։ Այն մտայնությունը, այն պնդումը, թե դա ինչ որ կերպ վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ անլուրջ է։ Հայաստան պետությունը չունի այն ռեսուրսը եւ բարեբախտաբար չունի այն ռեսուրսը։ Մենք Ադրբեջան չենք, որպեսզի բոլորի խոսքը վերահսկվի, բոլոր հայտարարությունները արվեն մեկ կենտրոնից ցուցումով, այսինքն այստեղ ի սկզբանե անհնարին իրավիճակ է եւ միևնույն ժամանակ նաեւ սա միգուցե կարեւոր է նաեւ այն առումով, որ գոյություն ունի հենց ադրբեջանական օրակարգը, ադրբեջանական նարատիվը, որը նույնիսկ Վաշինգտոնից հետո կարծես թե չի մարում եւ դրան առնվազն այդ պատումները չեզոքացնելու համար կարծում եմ հենց մեր արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ լեգիտիմ մեծաշով խոսույթը նաեւ այդ հարցում է կարեւոր։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։